Ալավերդու օրը նշվեց մեծ շուքով, խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերից մարդիկ շտապում էին եկեղեցամերձ հրապարակ տոնական տրամադրությամբ ու սիրելի արտիստներին տեսնելու ակնկալիքով։ Միջոցառումը բացվեց լազուր համույթի կատարումներով, որը հրապարակում նախապատրաստեց հանդիսականին սպասվող տոնական հանդիսույթին։ Անիկն արդեն 5 տարի Ալավերդիում չէր եղել, Վրաստանի հայաբնակ գյուղերից մեկից քաղաքի օրը նշելու է եկել ամբողջ ընտանիքով։ Տոնական օրով իր համար բացահայտել է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իր բացակայության ընթացքում։ Ալավերդին նրա աչքով դարձել է ավելի գեղեցիկ, բարեկարգ ու խնամված, բայց մի բան ասում է, ամեն դեպքում դեռ պակաս է։ Դե ամեն ինչը փոխվել է։ Միայն աշխատանքը քիչ է, որ ժողովուրդը աշխատի, առաջ գնա։ Միայն դա Կասում ժողովրդի մեջ։ Ես ստեղի աղջիկ եմ, Ակներ գյուղից։ Թումանյան ամենայն հայոց բանաստեղծ Բայց 5 տարի որ չեմ եկել, արդեն փոփոխվել է, ահագին փոփոխվել է։ Էս իմ թորտիկներն են, են էլ իմ հարսն է։ Յուրահատուկ դեմքեր։ Մենք եկել ենք, որ մեր ժամը անցկացնենք այստեղ։ Իսկ Ալավերդին շատ ուրախ եմ։ Լիլիթ Ալավերդիում Ալավերցիներն առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ ընդունեցին իրենց հարազատ սիրված երգչուհի Լիլիթ Կարապետյանին։ Նրա բեմ բարձրանալուն պես հրապարակում տիրեց յուրահատուկ մթնոլորտ, հարազատ քաղաքի ու հարազատ մարդկանց հանդիպումը հուզեց նաև երգչուհուն։ Լիլիթ Կարապետյանը չթաքցրեց իր հուզմունքն ու խոստովանեց, որ Ալավերդու հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում իր համար առանձնահատուկ է։ Հենց առաջին պահից նրա ու հանդիսատեսի միջև ստեղծվեց ջերմ ու անմիջական կապ, ի հիշողություններով, սիրով։ Երգչուհին սակայն ալավերցիներին թողեց նաև նոր սպասումով։ Խոստացավ հաջորդ տարի կլինի հարազատ քաղաքում, այս անգամ արդեն մենահամերգով, որպեսզի Ալավերդու իր հանդիսատեսի հետ ավելի երկար ու լիարժեք հանդիպում ունենա։ Ալավերդու պատմության երբեմնի արդյունաբերական ձեռքբերումների, հարուստ մշակութային ժառանգության ու առհասարակ քաղաքի ունեցած դերի ու նշանակության մասին իր ելույթում խոսեց համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, մասնավորապես այն ժամանակների մասին, երբ քաղաքը խորհրդային երկրի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից մեկն էր եւ զարգանում էր այն մարդկանց ներդրմամբ, ովքեր իրենց աշխատանքով կերտել են քաղաքի պատմությունը։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ընդգծեց նաեւ Ալավերդու ներկան ու ապագան, ներկայացնելով քաղաքի զարգացման իրենց տեսլականը։ Խոսելով առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին, Դավիթ Ղումաշյանը նշեց, որ նպատակն է պահպանել քաղաքի պատմական ու մշակութային արժեքները, միաժամանակ Ալավերդին դարձնելով ավելի բարեկարգ, զարգացած եւ ապրելու համար առավել հարմար քաղաք։ Ալավերդին իրականում քարից հացքամող է։ Եթե մենք նայենք մեր շուրջ բոլորը, շրջապատված ենք լեռներով, շրջապատված ենք ձորերով։ Եվ իրոք Ալավերդին իր ուժով, իր կամքով, իր մտքով, իր գիտելիքով կարողացել է ստեղծել, արարել եւ ունենալ մի այնպիսի քաղաք, որի մասին սովետական միության այն մեծ պետության խորը խորքերում իմացել են, որովհետեւ Ալավերդին ունեցել է պատմություն, որովհետեւ Ալավերդին կերտել է մշակույթ, ունեցել է սպորտ, ունեցել է ժողովուրդ, որը արարել է։ Սիրելի ալավերցիներ, երբ որ նայում ենք, ես վստահ եմ այստեղ կան սերունդներ, ովքեր ծնվել են 90-ականներին, 2000-ականներին եւ ցավոք սրտի ունեցել ենք այնպիսի մի իրավիճակ, երբ որ Ալավերդին են ծաղկուն վիճակից անկում է սկսել ապրել։
Ես սա չեմ ասում սարկազմով, ես սա չեմ ասում ինչ-որ բանով, սա ուղղակի արձանագրում եմ որպես մեր պատմություն։ Ես եւ դիմում եմ այդ սերունդի ներկայացուցիչներին, մեր երիտասարդներին, սիրելի երիտասարդներ, մեր Ալավերդի քաղաքը ժամանակին եղել է ամենածաղկուն, ամենաեռացող, ամենամարդաշատ քաղաքներից մեկը։ Շատերը լքել են Ալավերդին, լքել են ստիպված, լքել են, որովհետև ունեցել են հացի խնդիր։ Բայց այսօր մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ որ ես լինելով համայնքի ղեկավար, ուղիղ, հստակ, վստահ կարող եմ ասել այն ալավերցիներին, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Դուք իրոք կարող եք վերադառնալ, դուք իրոք կարող եք գալ ձեր հայրենի օջախները, արարել, կառուցել, որովհետև նախ մենք ունենք ձեր կարիքը։ Եվ երկրորդ, պանդխտության մեջ ապրելը, որում ես էլ եմ ապրել եւ չեմ ամաչում դրանից, բայց վստահ եմ, որ հայրենիքը ամենալավ տեղն է, որտեղ մենք պիտի ապրենք։ Ես ուզում եմ մեր բոլորիս ողջունները եւ ծափերը հղենք այն ալավերցիներին, ովքեր այս պահին մեր հետ չեն, բայց վստահ եմ, որ սրտով հոգով մեր հետ են։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել միջոցառմանը ներկա բոլոր երգիչներին, բոլոր կազմակերպիչներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռան չեն խնայել, որպեսզի այսօրը պարգևեն մեզ, եւ իհարկե շնորհակալությունս բոլորիդ այստեղ գտնվողներին։ Մենք ձեզ իրոք շատ սիրում ենք եւ վստահ եմ, որ այդ սերը փոխադարձ է։ Քաղաքի օրը նաև այն առիթն է, երբ համախմբվում են բնակիչները, ինչու՞ չէ նաև առիթն օգտագործելով գնահատում կատարված աշխատանքներն ու նաև մատնանշում բաց թողումները։ Այսպես կոչված գազի զոնայում ապրող Տիկին Ֆլորան ոգևորված է քաղաքում կատարվող ասֆալտապատման աշխատանքներից, բայց հիշեցնում է նաև իրենց թաղամասի խնդիրների մասին։ Քաղաքը շատ սիրունացել է, բայց մեր թաղամասը մնում է անփոփոխ։ Ես անձապեկել էի, որ վարչապետի հետ հանդիպեմ չստացվեց, ցավոք վարչապետը չեկավ։ Անձամբ մեր թաղամասի մասին հարցեր ունեի տալու։ Ինչքան է մեր թաղամասը մնալու, այսպես վիճակում։ Իր ելույթում համայնքի ղեկավարը ընդգծեց, որ նման տոները եւս մեկ առիթ են համախմբվելու, միասին ուրախանալու ու սիրելի քաղաքի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները մեկտեղելու համար։ Համայնքի ղեկավարն ասաց նաև, որ քաղաքի գլխավոր ուժն ու արժեքն այստեղ ապրող մարդիկ են։ Փոխանցեց նաև, որ տոնին կմիանա նաև Լոռու մարզպետը։ Շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվել, հատկապես ես ինքս լոռեցի եմ ու իմ հարազատ Լոռիում, Ալավերդիում նշել ձեզ հետ միասին սիրելի ալավերդցիներ ձեր քաղաքի տոնը։ Ուզում եմ ասել, մթնոլորտը հիասքանչ է, դուք շատ ջերմ, պարզ, մաքուր, անմիջական լոռեցուն վայել։ Սրտան շնորհավորում եմ ձեզ, արտիստներն է շատ ոգևորված են ու հրաշալի համերգ է ուղղակի։ Շնորհավոր տոնը Ալավերդի։ Տոնի առիթով ալավերդցիներին շնորհավորելու եկած աստղային հյուրերն ապահովեցին բարձր տրամադրություն ու իսկական համերգային շուն։ Նրանց կատարումներն ուղեկցող լուսային լուծումներն ու հատուկ էֆեկտներն ավելի տպավորիչ ու գունեղ դարձրին երեկոն հրապարակը վերածելով մի մեծ բեմի։ Համերգը հատկապես ոգևորիչ էր երիտասարդների համար, որոնք երգիչ-երգչուհիների կատարումներին միանում էին երգով ու ծափերով, սակայն ոչ պակաս մեծ էր նաև սիրելի արտիստներին Ալավերդիում հարազատ քաղաքի տոնին տեսնելու ուրախությունը։ Ալավերդին այսօրը սիրո ու ջերմ խոսքերի պակաս չզգաց, սիրելի քաղաքին շնորհավորեցին ոչ միայն հյուրերը, որոնք հիացած էին քաղաքի բնությամբ, գեղեցկությամբ ու յուրահատուկ մթնոլորտով, այլև հենց ալավերդցիները, իրենց հարազատ քաղաքի նկատմամբ ունեցած սիրով ու հպարտությամբ։ Ուզում եմ խոստանալ ձեզ եւ ուզում եմ խոստանալ քեզ, Մարիա, որ կանցնեն երկար տարիներ, դու կլինես չափահաս մեծ մարդ, կտեսնես այս տեսանյութը, ոնց եմ ես քեզ հազարավոր մարդկանց աչքի առաջ խոստանում,
որ մեր քաղաքներն ու գյուղերը ծաղկելու են։ Մեր քաղաքներն ու գյուղերը ոտքի են կանգնելու։ Մեր ճգնախ Հայաստանը զարթոնք ապրելու։ Եվ դու որտեղ էլ որ իմ անունը տաս, գլուխդ բարձր ես պահելու։ Ես շնորհավորում եմ բոլորիս։ Մեր բոլորի երեխեքը արժանի են լավագույն բնակավայրերի, քաղաքների ու գյուղերի, մանկության ու ապագայի։ Գրկում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ, շնորհավորում եմ։ Լոռու մարզպետը նշեց, որ մեկտեղվել են ջանքերն ու հնարավորությունները Ալավերդին նոր զարթոնքի հասցնելու ու քաղաքում զարգացման նոր փուլ ապահովելու նպատակով։ Թվում է բոլոր խոսքերն արդեն ասված են, բոլոր ծրագրերն ու անելիքները նախանշված, իսկ ալավերցիներն արդեն լիովին տրվել են տոնական երեկոյի տրամադրությանը։ Հնչում են սիրված երգեր, որոնց կատարումները հանդիսատեսն ուղեկցում էր ձայնակցությամբ ու ծափերով, իսկ երեկոյի հաջորդ հատվածում հատկապես երիտասարդներն էին ակտիվ, պարելով DJ-ի դինամիկ ու ռիթմիկ երաժշտության ներքո։ Օրը մոտեցավ իր գեղեցիկ ավարտին, երկինքը լուսավորող շքեղ հրավառությամբ։ Գունեղ լույսերն ու պայթող հրավառության ճառագայթները դարձան օրվա վերջին, բայց ամենատպավորիչ պահը, ամփոփելով երաժշտությամբ, ժպիտներով ու բարձր տրամադրությամբ լի տոնական երեկոն։ Այսպես Ալավերդին եւս մեկ անգամ տոնեց իր օրը պատմության, ներկայի ու ապագայի շուրջ համախմբվելով մեկ ընդհանուր տոնական տրամադրության ներքո։ Իդեպ համայնքի հյուրանոցներում նախօրեից տեղեր էին ամրագրվել Երևանի ժամանող բազմաթիվ հանդիսատեսների համար, որոնք համ շրջել են համայնքի տեսարժան վայրերում, համ էլ վայելել տոնական համերգին մասնակից արտիստների կատարումները, համ տեսել լոռվա համեղ ուտեստները։ Շնորհավոր տոնը Ալավերդի, թող քաղաքդ միշտ ապրի, զարգանա ու նորանոր գեղեցիկ օրեր տոնին։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։